Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Արամը Ռեբեկայի հետ հանդիպման ժամանակ մի քանի հատ նշանադրության մատանի է դնում Ռեբեկայի դիմաց և խնդրում ընտրել իբր իր սիրած աղջկա համար։ Ռեբեկան էլ ընտրում է, չիմանալով, որ այդ մատանին հետագայում կրելու է հենց ինքը իր մատնեմատին։ Էլլան էլ Արմանին պատմում է, որ Գորն ու Սառան շուտով ամուսնանալու են և հիմա պատրաստվում են հարսանիքի, գնումներ են կատարում և այլն։ Իսկ շուրջ բոլորը մարդիկ ուրախ են նրանց համար և ամեն բան շատ լավ է։ Էլլան իհարկե ևս ուրախ է Սառայի համար, սակայն շատ տխուր է, երբ պատկերացնում է, թե ինչ կլինի, երբ հերթը հասնի իրենց հարսանիքին, երբ բոլորն իմանան, որ իրենք հաշտվել են։ Արդյոք հանգիստ կընդունեն այս միությունը։ Արմանը լսում է Էլլային և մտահոգվում, որ նա այսքան տխուր է։ Նա մխիթարում է և ասում, որ ամեն բան լավ կլինի, որ կարևորը պապիկը տվել է իր օրհնությունը, իսկ Ռեբեկայի կծու խոսքերին մի կերպ կդիմանան։ Էլլան զարմանքից ապշում է, որ Արմանը այս գաղտնիքը բացահայտել է պապիկին, դեռ բավական չէ, դեռ մի բան էլ պապիկը դեմ չէ իրենց հարաբերություններին։ Էլլային շատ է ուրախացնում և սփոփում այս նորությունը։ Իսկ Սառան վերջապես մեր այսքան խնդրելուց ու խորհուրդ տալուց հետո որոշում է պապիկին պատմել ճշմարտությունը Արսենի ոչ ադեկվատ ու լկտի պահվածքի մասին։ Սարոյանը հիմա արդեն գիտի ու պարզ է, որ չի պատրաստվում հանդուրժել ոմն Արսենի ներկայությունը իր տպարանում։ Սառան շատ անգամ փորձեց ըմբռնումով մոտենալ այս ամենին, բայց ինչպես երևում է, դիմացինը չի հասկանում նրա լավությունը։ Սարոյանը կանչում է Արսենին և ասում, որ նրա փորձաշրջանն իր տպարանում այլևս ավարտված է։ Արսենը զարմանքից ապշում է, որ Սառան պապիկին պատմել է ամեն բան, քանի որ մտածում էր միամիտ հիմար աղջիկ է և իր ուզածով կպտտեցնի, վերջում էլ կտիրանա ժառանգությանը և իր համար մինչև խոր ծերություն ապահով կապրի։ Սակայն տեղի ունեցավ անսպասելի շրջադարձ, ու Սարոյանը նրան վերջապես դուրս է վռնդում իր տպարանից։ Անսպասելի շրջադարձ, սակայն չի կարելի անվանել հետևյալ զարգացումը, երբ Սարոյանը Սառային նախապատրաստում է այն նորությանը, որ շուտով հենց նա է դառնալու իր ողջ ունեցվածքի միակ ժառանգը։ Սառան շփոթված ու զարմացած նստած լսում է, իսկ պապիկն ասում է, որ իր որոշումը պայմանավորված է եղել այն բանով, որ նա 3 քույրերից ամենախելացին է, հավասարակշռվածը և աշխատասերը։ Սարոյանն ասում է, որ ինքը շատ կցանկանար Ռեբեկան ու Էլլան էլ Սառայի նման լինեին, և ինքը այսօր ստիպված չլիներ այս որոշումը կայացնել, բայց արդեն շատ ուշ է։ Նրանք հասուն աղջիկներ են և այլևս երբեք չեն փոխվի։ Ռեբեկան պատահաբար լսում է պապիկի այս խոսքերը և շատ է ազդվում։ Իսկ ինչու չի կարելի համարել այս ամենը անսպասելի շրջադարձ, քանի որ Ռեբեկան և Էլլան վաղ թե ուշ իմանալու էին այս մասին, իմանալու էին, որ պապիկը իր ամբողջ ժառանգությունը թողնում է Սառային, և նորմալ է, որ Ռեբեկան ազդվում է, ով էլ լիներ նման արձագանքեր ունենալու։ Հիմա անսպասելի չի լինի, եթե Ռեբեկան կրկին տրամադրվի Սառայի դեմ, նրա նկատմամբ իրեն ավելորդություններ թույլ տա ու նեղացնի։ Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, Սառայի հանդեպ վատ վերաբերմունք դրսևորելու պատճառները երբեք չեն ավարտվում, ու սերիալն էլ, ինչպես տեսնում ենք, անվերջ ձգձգվում է։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Ռեբեկան այս ամենը լսելուց հետո։ Արդյոք լուր կթողնի ու կհեռանա, թե կմտնի աշխատասենյակ ու պապիկին կասի իր ասելիքը։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Նայեք, հրնայեկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են Ռեբեկան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշորը կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սառայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։
Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին, վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարային նջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ, խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն, եւ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել, ուղղակի շատ, այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա էլի, շունչ չկա, չգիտեմ, դուրս արի խնդրում եմ, մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ, Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում, եկել է դրսի շորերով նստել մահճակալիս վրա, ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իրաց վարի գիշեր, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ, բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազշաշ ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե, հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ, խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որդուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների